Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Բարությունն ամենաթանկ ոսկե դրամն է, բարի եղեք մարդիկ, բարի եղեք։ Բուրգը պիտի կառուցվի ոչ թե բազմամիլիոն մարդկանց կյանքերի գնով, այլ միլիոնների բարության և պոեզիայի շնորհիվ։ Այսօր մեր հյուրն է կինոռեժիսոր, դերասան Զոհրաբ Բեկ Գասպարենցը։ Զոհրաբ ջան, բարև ես եկել։ Ողջույն Մանուկ ջան, ուրախ եմ շատ։ Զոհրաբ ջան, ֆիլմի տպավորությունների տակ եմ։ Դրա համար սկսեցի Վիլյամ Սարոյանի այս հանճարեղ խոսքերից բարության մասին, սիրո մասին, գեղեցկության մասին, մարդկային պարզապես բարի փոխհարաբերությունների մասին։ Որի մասին է քո ֆիլմը՝ ի ուրախություն շատերի։ Շնորհակալ եմ։ Դու ինչ էլ արել ես, ես ինչքան կարողացել եմ հետևել քո գործունեությանը, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Ես մի քիչ դժվարությամբ եմ ասում Հայաստանից դուրս, որովհետև ես քեզ երբեք չեմ պատկերացնում Հայաստանից դուրս։ Քիչ առաջ անկեղծ ասած ես էլ չեմ պատկերացնում ինձ Հայաստանից դուրս, դե հիմա կյանքա ստացվել է, բայց ես էլի Հայաստանից դուրս չեմ, ես Հայաստանում եմ։ Իհարկե, ուղղակի այսպես տեխնիկապես, ֆիզիկապես մեկ-մեկ լինում ես այնտեղ, հետո էլի ստեղ միշտ եւ հոգով ամենակարևորը հոգով սրտով այստեղ։ Ֆիլմը դիտեցինք մեր ստեղծագործական խմբով, կարելի է ասել, եւ շատ ուրախացանք։ Կարոտել էինք այդպիսի ֆիլմի, կարոտել էինք մարդկային պարզ փոխհարաբերությունների մասին պատմող ֆիլմի, մարդկային պարզությանն էինք կարոտել, որովհետեւ չգիտեմ, շատ բաներ ես նայում, շատ բաներ ես տեսնում, որտեղ այդ պարզությունը չկա, այդ բարությունը չկա, այդ խորքային փոխհարաբերությունը չկա։ Ինչն է պատճառը։ Երևի խորքային արժեքներից ենք հեռացել։ Գիտես, շատ կարևոր է թե ֆիլմում, թե բեմում, դե տվյալ դեպքում ֆիլմից խոսենք, գրական հիմքը։ Վիլյամ Սարոյանը այն գրողներից է, ճիշտ ենք համարվում ամերիկացի մեծ գրող, բայց ինքը ասում ես հայ եմ, անգլերեն եմ գրում, բայց ես հայ եմ, ամբողջ գիրս հայերի մասին է։ Շատ կարևոր է այդ գրական, դասական ճիշտ հիմքը, թե ֆիլմում առավել եւս, այ որ մենք մեր ռեժիսորները բոլորս անդրադառնանք հայ մեծերին, որոնք որ մեծ հեղինակներին, ասված էս ֆիլմը ավելի հետին պլան, ավելի բան ֆիլմեր դուրս գան, որովհետեւ ինքը կինո արվեստը ինքը զենք է հասարակության համար։ Եվ ինչ մատուցում են, ինձ ասում են, դե ժողովուրդը սա է ուզում։ Ես մի քիչ այդ որ ասում են ժողովուրդը սա է ուզում, դա ոնց որ բան լինի, ինքնապաշտպանություն եւ ինքնաարդարացում։ Չկա այդպիսի բան, ինչ ժողովրդին հրամցնես, քիչ-քիչ պետք է փորձի ժողովուրդը ուզել այն, ինչ որ ինքը ունի արժեքներ։ Առավել եւս մեր ազգը, որ ունի բազմաթիվ արժեքներ գրական, որոնք որ ես գտնում եմ ճիշտ, որ պետք է այդ արժեքները արդեն էկրանավորել։ Որովհետև այս եկող սերունդը, այս ինտերնետը ինձանից լավ գիտես ոնց է գրավել աշխարհը, նորմալ է։ Ինտերնետը ինչքան լավ բան է, այդքան էլ վատ բան է։ Անշուշտ, համաձայն եմ քեզ։ Բայց կինոն ինքը կինոարվեստը իմ համար Սարոյանին մոտիկանալ, Սարոյան նկարել եմ, անկեղծ ասած ինքս իմ համար փորձություն սարքեցի էլի գլխիս։ Ասեցի այդ կարա Սարոյան նկարես, բայց որ սցենար սարքեցի, ասի արդեն զգացի իրան բոլորովին ուրիշ կերպ, ուրիշ ձև։ Անկեղծ ասած ես Սարոյանին չէի սիրում։ Երբ որ հայերեն էի կարդում, միշտ ասում էի, մի տեսակ շատ վարդագույն է գրում այս մարդը չէի հասկանում։ Բայց երբ որ ես Սարոյան սկսեցի անգլերեն կարդալ, հասկացա թե ինչ հզոր գրող է։ Բոլորովին ուրիշ կերպ բացվեց իմ համար Սարոյանը, երբ որ ես անգլերեն կարդացի Սարոյան։ Չեմ ասում թարգմանությունը վատն է, լավն է, բայց երբ որ անգլերեն կարդացի ու այս ամբողջ աշխարհի այս կեղտը, չարիքը, նենգությունը, ստախոսությունը, դավաճանությունը, այս սպանություններ, ասի չէ, Զորիկ ջան, արի դու մի հատ բոլորովին ուրիշ թեմա վերցրու ու բոլորովին ուրիշ մի բանալի փորձի գտնել Սարոյան նկարելու ու հիշեցի վարպետս Սոս Սարգսյանը, որ բեմադրել էր մի գավաթ բարությունը,
Դա կոչվում է գեղեցիկ մարդիկ այդ գործը։ Բախտ եմ ունեցել դիտել այդ բեմադրությունը։ Գեղեցիկ մարդիկ գործը եւ Սարգիս սցենար։ Դե հիմա գիտես ինքը կինոն ժամանակի խնդիրել ունի, պարտադիր։ Անպայման։ Ինքը կարող է սկզբից բումանի, հետո ինքը լռի։ Կարող է ինքը մի 10 տարի հետո ավելի մեծ աղմուկ անի։ Չգիտես, կինոն այնպես բան է, որ կարող է ու առավելևս նման ֆիլմերը, որ ինքը կոմերցիոն նպատակ չի հետապնդում, իսկ կոմերցիոն նպատակ հետապնդող ֆիլմերը իրանք ծնվում են, գումարը հավաքում են, այդ ֆիլմը մահանում է։ Համաձայն։ Իսկ այս նման հեղինակներին անդրադառնալը չի կարող մահանալ, որովհետև հենց ինքը Սարոյանը անմահ է։ Որովհետև եթե որևիցե մեկը փորձի եւ ուզի Սարոյան կարդալ, մոտենալ, ճանաչել, ոնց է լինի այս ֆիլմին անդրադառնա։ Անշուշտ։ Այ թե ես Սարոյանը ստացել եմ մեջը ֆիլմի, թե Սարոյանի հոտը գալիս է, թե չէ, դու ինձ լավ կասես, որովհետև դու ես նայել այդ ֆիլմը։ Առաջին ես եմ տեսել այդ ֆիլմը, պարզա, բայց դու ավելի ճիշտ կասես։ Ես ընդհանրապես իմ չնայած ասում են համեստությունը մի լավ ընկեր ունեի, ասում էր համեստությունը անհամեստության ձև է։ Հա, այո, ավելորդ համեստության քաղաքականությունով չզբաղվելը եւս քաղաքականությամբ զբաղվելն է։ Ես անկեղծորեն քեզ խոստովանեմ գոնե, որպես իմ լավ ընկեր, իմ լավ եղբայր, որ ես տեսա այդ բարությունը, ես զգացի այդ բարությունը։ Այդ բարությունը հորդում էր ինձ համար։ Ուրախ եմ։ Էկրանից հորդացի իմ վրա։ Ես ինչի ասեցի, ինչի սկսեցի նրանով, որ կարոտեի դրան։ Սպասում էի դրան։ Չէ, մարդը երևի հանդիսատեսն էլ պիտի ինչ-որ մի բանի սպասի, որ դու այդ սպասումը որպես արվեստագետ կարողանաս բավարարես։ Հա, ինքը որ արդեն բարի մարդիկ ինձ ասում են, ինչ վերնագիր է, կան բարի մարդիկ, մնացել են։ Ինչի չդնել բարի մարդիկ։ Այո։ Որտեղ բոլորի մեջ բարություն կա, մանուչը։ Դες մարդ չկա բարություն չունի։ Ճիշտ է, կյանքի բանի բերումով կարող է չարացած լինի, բայց մեջը բարություն կա։ Իսկ բարություն ինքը լավ բան է, ինքը միշտ լավ բան է բերում։ Միշտ հետևանքը բարությանը բարի է։ Ճիշտ է, ոմանք բարությունը շփոթում են էշության հետ, բայց դա մեկը տարբեր բաներ են դրանք։ Իհարկե։ Բոլորովին տարբեր բաներ։ Շատ հետաքրքիր համեմատություն արեցի, այո, էշությունը դա բարություն չի, բարությունը դա գիտակցված, դա խորապես գիտակցված կամք է, այո, գիտակցված կամք, չէ՞, երևի։ Տես իհարկե, տես բան կա, չէ, որ ասում են, տես մեկին օգնեցի, ես արեցի, ինքը իրան ոնց պահեց։ Այդ ժամանակ ասում ես, գիտես ինչ, այդ դեպքում դու իրան չես օգնել։ Դու օգնել ես, որպեսզի հետո ասես ես քեզ օգնել եմ, որ ակնկալիք ես ունեցել, այսինքն դու քո համար ես սարել, որ ակնկալիք ունես, որ ինքն էլ ինչ-որ բան է, yəni ոչ բարություն անողը երբեք չի ասում։ Ինքը ասում մոռանում է։ Այն ժամանակների խոսքով ասած քո մարկան բարձրացնելու համար է սարել։ Հա, ու քո աչքի առաջ ու մյուսների մոտ ասելով թե ես իր համար է սարեցի, այն արեցի, ոնց թե բա։ Դա բարություն քո համար է սարել այդ չի մասին է խոսքը։ Այո, մանուկ։ Չգիտեմ ինչի Սարոյանը ես խոսքերը հիշեց այսօր Սարոյանական այսպես շնչով չէ սկսեցինք մտնել, քանի որ քո ֆիլմը ամբողջովին իհարկե շնչում է Սարոյանով, որ երբ որ պետք է մարդը պիտի լինի նաև չար, այսինքն այդ չարության մեջ էլ կա բարություն, երբ որ պետք է խփել, հարվածել ու սպանել, ես նրա խոսքերն եմ հիշում, ոչ ուղղակի, մարդը պիտի կարողանա նաև խփել, սպանել ու պատժել դիմացինին, եթե դա արդարացված է ինչ-որ տիեզերական օրենքով, հանուն բարության գուցե, հանուն բարությունը փրկելու, ինչ կարծիք ես։ Փորձեմ կարճ պատասխանել, մեր եկեղեցականները, երբ որ խաչը կախված, պատմության մեջ ժամանակն եղել է թուրն ու հրացանը առել են եւ կռվել են։ Անշուշտ։ Դե ինչի մասին է խոսքը։ Վերջ։ Հեշտությամբ ստացվեց ֆիլմը ստեղծելը, ոնց ասենք, շատ բարի լավ մտնոլորտ կոմերցիոն աշխարհում, այսպես ասած, այո։ Նախ տեսար, որ ոչ մի գովազ չկա ֆիլմի մեջ, այսինքն չկա այս վաֆլինկեր նստի խոսանք, մի հատ էս գինին խմի, չկա այդպեսի բան։ Ինքը շատ լավ տեխնիկական անձնակազմ էր հավաքվել, շատ լավ ստեղծագործական խումբ էր հավաքվել, շատ ամբողջ բոլորս դարել ենք մի ընտանիք, մեկս մյուսին ու այդ բարի մթնոլորտը
շշմելու բարի մթնոլորտ էր տիրում նկարանման հրապարակում, թե հետո եւ ես ինքս մտածում եմ, որ այս բարի մթնոլորտը որ ստեղծվել է, տարբերակ չկա, էկրանից է պիտի բարությունը հոսի, որ բոլորս մի ընտանիքի պես աշխատել ենք։ Այդ տունը, այդ տեղը, որ ռանչը, որ նկարել ենք, հա, տեղանքը շատ լավն էր։ Շատ լավն էր, բայց շատ ցավալի բան ասեմ, այդ հրդեհների ժամանակ վառվեց այդ տեղը։ Ինչ ես ասում։ Աստվածաբերականների։ Դե փորձում են այդ տանտերը զանգ տվեց, ասեց խնդրում եմ որ Լոս Անջելեսում ցույց տաս կանչի գամ մի քիչ լացեմ, էլի, ասի լավ։ Դե ինչ արած։ Կողքից բարեկամուհիներ էր որ նստած էր իմ կողքը, ինքն էլ շատ հավանեց այդ տեղանքը, ճիշտ ասած, ասեց, ես ինչ նախոտ կա էր, էլի, կարելի գյուտ էր։ Այսպիսի տեղանքում, այսպես կոմպակտ տրամադրող տեղ ես գտել։ Դե Սարոյանի հենց ինքը պատմությունը հենց այդտենց տեղի մասին է ինքը գրել, ճիշտ է, իր մոտ դա Ֆրեզնոյի կողմերն է, բայց ես Ֆրեզնո չհասած եմ գտել էլ այդ տեղը։ Ես չեմ գտել, այս ֆիլմը ոնց որ Աստծով տենց Աստված տենց ուղղորդելով տանում է։ Անկեղծ այդտեղ ինչ որ լինի, ես այդ փառքերը իմ վրա չեմ վերցնում, փառքերը Աստծուն եմ տալիս, որտեղ ինքը ոնց որ Աստված sense ուղղորդելով տանում էր, ասում եմ Աստվածս չլնելու բանը ո՞նց է լինում։ Հիշատակեցիր վարպետիդ մեծն Սոս Սարգսյանին, ինչքան ուրախ կլիներ, ինչքան երջանիկ կլիներ, բախտ ես ունեցել հետը աշխատելու եւ նույնպես ինքը մի գավաթ բարություն էր։ Իմ համար Սորացոր չէ, ինչ էր քո համար ըստ։ Այս բարության սիմվոլը ինքը իմ համար բարության սիմվոլն էր։ Ես երևի իմ սերնդյան երջանիկներից եմ, որ բոլոր այդ մեծերի հետ աշխատել եմ։ Սոս Սարգսյան, Կարեն Ջանիբեկյան, Շամ Ղազարյան, Կալյանովենց, Մայիս Կարագյուզյան, այս կամ թվեմ։ Ու այդ բոլորից ես ինչ որ բան վերցրել եմ հաստատ։ Անկախ ինձանից տարել եմ, բայց իհարկե Սոսը իմ համար մնում է այն վարպետը, որից ես ոչ թե միայն սովորել եմ բեմ արվեստը, դերասանական արվեստը, այլ ես իրանից շատ մարդ տեսակի նուրբ բաներ եմ սովորել, որը հատուկ եմ ես, տենց ինքը ինչ հատուկ չի տվել, բայց ես այն բանուսանողների պես այն լավ իմաստով գողացել ես, էլի չէ։ Իմ ուսանողական տարիները Զավենտիկյանի Շտատինցյանից էր իմ ղեկավարը, բայց Սոսը, այո, բայց Սոսը էլի երջանկայի շատակ, ես հիմա մի քիչ արդեն որ փորձառությունը շատանում է, ես հիմա իր կարիք ավելի շատ եմ զգում։ Ինքը գիտես ոնց իր հետ կիսվելու կարիքը, որ միշտ կիսվում են շախմատ խաղալուց բաներ է ասում, կիսվում ենք ինձ ուղղորդում էր ճիշտ խորհուրդներ էր տալիս։ Այսինքն այն մարդն էր, որի հետ ես հանգիստ կիսվում եմ ամեն ինչ։ Դրա համար ես շատ երջանիկ եմ որ ճանաչել եմ իրան, ինքը իմ համար հայրական ջերմություն էր, չէ՞ տալիս։ Այս օրինակ շատ մենակ ինչ չէ, բոլորին էր այդ ջերմությունը տալիս։ Եվ պակասել է դա կարծես թե, բայց դե չէ, սերունդը գալիս է, փոխվում է, բայց իհարկե ամեն սերնդի հետ իր ներկայացուցիչն է գալիս այդ սերնդի, այդ սերունդի ոնց ասեմ, լոկոմոտիվն է հայտնվում, ժամանակներ ամեն ինչ իր տեղն է գցում, էլի ամեն ինչ ժամանակին է լինում։ Քիչ մնացի հիմա դու արդեն ունես այդ պարտավորվածությունը, բարոյական, չպարտավորված, այսինքն դու լինես այդ ջերմացնող գործոնը ավելի երիտասարդների համար, որ նրանք նաև քո օգնությամբ ու քո միջոցով ձևավորվեն, քո աուրայի մեջ ձևավորվեն։ Դա շատ ստեղծագործելուց կլինի։ Իսկ ես չեմ ուզում պարապ նստել, նախ չեմ կարող պարապ նստել։ Հետո ես իմ արվեստի մեջ այդ բառը չէ գրդոն։ Երբեք չեմ սիրել դա անել, դու լավ գիտես։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դե ասենք պրոյեկտ չունես, բան չունես, բայց ես միշտ բանի մեջ եմ եղել։ Եղել է շրջան, որ շատ դժվար է եղել, ես տարբեր գործեր եմ արել, բնականաբար, որ ես ընտանիք սպա եմ։ Այն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս փող աշխատելը դա հեչ ամոթ բան չի, բայց հիմա արդեն ինձ մոտ ամբողջ գիտես այնց արագ է ամեն ինչ անցնում Մանուկ ջան դրա համար էլ ժամանակ չկա ես ուզում եմ շատ ստեղծագործեմ աշխատեմ ու ինքս ինձ խոսք եմ տվել որ ես միայն հայ հեղինակներին եմ անդրադառնալու որովհետև այսօր հայ մարդու մասին նկարել բեմադրելը ավելի իմ համար կարևոր է քան ասենք ֆրանսիացու հոլանդացու ամերիկացու ինձ հայն է հետաքրքրում հիմա շատ, մենակ ինչ չէ, ու ես զգում եմ, որ մեր հասարակությանը եկող սերունդին պետք է լավ հայ մարդուն ցույց տալ։
Գիտես ինչի, որովհետև մի հատ sense վատ բան կա, չէ, փողոցում մեկը մի վատ բան անում, ասում են, հայություն արեց։ Տեսեք, վատ եմ զգում ես դրանից, ինչի հայի պես ընկերա, հայի պես խոսքի տերա, լավ բաներով գնանք, որպեսզի մեր ազգի մոտ այդ հայ լինելը շատ արժեքավորվի։ Հա, դա էլ այդ չարության դրսևորումը։ Հա, արժեքավորվի։ Հա, էլի։ Հայի բան իհարկե, համաձայն։ Արժեքավորվի, որ այն որ գլուխը բարձր, ես հայ եմ։ Ոնց է Սարոյանը ասում, ես հայ եմ, չէ, այդպես։ Բա իհարկե դա մի Սարոյան նայելով, չգիտեմ, ինձ չեմ չափազանցեցնում։ Այս մի քանի օրը կարծես թե ես ինձ վերափոխված եմ զգում։ Մի քիչ հանգստացած եմ զգում, մի քիչ լիցքաթափված եմ զգում, մի տեսակ ուրիշ կարծես թե մթնոլորտի մեջ եմ զգում քո ֆիլմը, որովհետև երևի թե դրանից առաջ այնքան ոչ ճիշտ բաներ եմ նայել կամ ոչ ճիշտ իրավիճակների մեջ եմ եղել, որ սա ուղղակի պետք է էլի էս բացասական էներգիա է եկել, մեկ էլ հիմա դրական էներգիա ստանում։ Կարծես թե փորձել եմ, երևի թե էլի ոմանք ես հավատացած եմ, որ քո ֆիլմը դիտելուց հետո, բարի մարդիկ ֆիլմը դիտելուց հետո այդ զգացողությունները կունենան կամ եթե չեն ունեցել աստված ֆիլմի բուն նպատակ ու ֆունկցիան հենց դա է, ինչ որ դու ապրել ես։ Անշուշտ, եթե մարդը չասի իր ապրածի մասին, եթե ես հիմա քեզ չխոստովանեմ, չէ՞, ուղղակի պետք է խոսենք այսպես շատ պաշտոնական, չէ՞, ինչ որ կաղապարված բաներ։ Էն էլ ես ու դու։ Էն էլ ես ու դու։ Էն էլ ես ու դու 1000 տարվա։ Այո։ Զորապ ջան, 44 աստիճանի վրա ֆիլմը հիշեց, այստեղ մինչև այնպես ես մի քիչ ուրիշ եմ, էլի, չէ՞, գիտես ինձ էլի, որ գալիս ու կա անդած sense ուզում եմ մի քիչ բզբզալ, բան, էլի։ Էդ էլ եմ շատ հավանել եւ ֆիլմը ինձ համար տարբերվում էր քո հայաստանյան բեմադրությունից։ Մինչև այսօր խաղում են համազգային թատրոնում։ Մինչև այսօր այո, խաղում են։ Արդեն այս բան եմ ասում, այն պրինցեսը Տուրանդոտա դարել է երկար։ Ես այդ դրանից հետո երբ որ դու մեկնեցիր Էլի չեմ ուզում ասել, մեկ առերևույթ այսպես ասեմ։ Հա, գործով տեղ գնաց։ Գործով տեղ գնացի ու հետո հիմա եկար քո տուն։ Եկա վերադարձար քո տուն ու քո տանն ես ու միշտ կլինես քո տանը եղբայրս։ Ես հետո ամեն դեպքում ցավ ապրեցի, երևի ջահել էի, չէի հասկանում, որ Զոհրաբը այ կարող է մեկնել, բայց իրականում չմեկնել, հեռանալ, բայց իրականում չհեռանալ, մնալ հայրենիքում, Հայաստանում, իր տանը, իր Երևանում։ Բոլոր դեպքերում ամեն դեպքում այդ ցավը կար այդ ֆիլմում, բայց նաև կար է վերադարձի մեծ լավատեսությունը։ Տիգրան Հայրապետյանի ստեղծագործությանը բնորոշ։ Ես մեծ հուզմունք եմ ապրել, անկեղծ հուզմունք եմ ապրել, ամենակարևորը, որ վերջանում է լավատեսությամբ, լավատեսական երանգով է վերջանում, որ մի փոքր բանից, մի փոքր ստեղից մի հաց պոկես, ստեղից մի բան, մեկից այն Շիրազի խոսքերը եկան մտքումս, մեկից մի ձուկ, մեկից մի բան գողանում գնում էինք տղերքով արփաչայ լողանում, չէ՞, հա։ Այսինքն, եթե կարելի է այդքան փոքր բաներ ստեղից ընդեղից հասցնելով մնալ հայրենիքում, ինչի հեռանալ հայրենիքից։ Այդ մեսիջը դու տվեցիր եւ իմ կարծիքով շատ արժեքավոր մեսիջ տվեցիր։ Լավատեսությունը ինձ թվում է շատ կարևոր բան է մշակույթում, արվեստում ու գրականության մեջ, որովհետեւ այդ լավատեսությունը որ չլինի, կընկնեն դեպրեսիայի մեջ մարդիկ եւ տարբեր մտքեր կարող է տանջեն։ Ու նորից եմ ասում, իմ կարող է սուբյեկտիվ կարծիքն է դա, ես շատ ուզում եմ, որպեսզի այդ տես ասում ես հայրենիքից գնալը, այդ սոցիալական պայմանները, չգիտեմ, տարբեր հարցեր, որտեղ չէ, նույն 44-ի մեջ Կարապետը ասում է, ես էլ եմ մարդ, ես եք ուզեմ քիչ եմ ապրեմ։ Այսինքն, ինչն է քո համար արժեքավոր ապրելու մեջ, ինչն է կարևոր քո համար ապրելու մեջ, այդ սաղ բաներ են, որոնք դու պետք է ինքդ արժեքավորես քո մեջ, ճիշտ դասավորես, հասկանաս, ինչն է քո նպատակ, ինչն է քո ուզածը։ Ես ինքս որ գնացի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բազմից եմ ասել, որ ես ոչ սոցիալական պայմաններից եմ գնացել, ես զուտ մեծացել եմ, գիտես, Stevie Wonder լսելով, Ray Charles լսելով, Alan Parker-ի ու Spielberg-ի կինոները նայելով, դրա համար Ամերիկան դա այն էր, որ ես գնամ, Ատլու տեսնեմ այդ ինչա էլի, այդ ոնց են իրանք տենց։ Այո, ավելի ավելի ինֆորմացվեմ, ավելի շատ վերցնեմ, բա։ Եվ իհարկե դա իր դերը խաղաց ու հաստատ կարող է բաներ կա, ես դեռ չեմ գիտակցում, բայց հաստատ իմ արվեստի մեջ դա այն ինչ որ վերցրել եմ, ես ի հայտ կբերեմ, անկախ ինձանից։
որովհետև դա փորձառությունը, այդ կյանքը, ճանապարհը դա իրանը տալիս է իհարկե։ Դե ինչ պետքա, չգիտեմ, միշտ լավատեսությունը լինի, թե ֆիլմի, թե ստեղծագործության սկզբում, թե մեջտեղը, թե վերջում, միշտ այդ հույսը պիտի տաս, այդ լույսը պիտի տաս։ Ըստիս։ Դրա համար երևի շատ չարչարվել էլ պետք չի։ Պետք է երևի ինչ անում ես բաց սրտով անես, բաց մտքով անես ու բաց հոգով անես։ Իսկ երբ որ աշխատես ու ստեղծագործես, երգես, նկարես, չկամ կապ չունի, երբ որ անում ես բաց սրտով, բաց մտքով ու բաց հոգով ու մեկ էլ շատ չար բան ես ասում, այդտեղ դու պետք է անալիզ անես։ Ու հույս է չես տալիս, կործանում ես, այդտեղ դու անալիզ պետք է անես, թե դու ես ով ես։ Ես ինչ, այսօր տարա ես ամեն ինչ, երբ որ ամեն ինչ բաց էր, միտքս, հոգիս, սիրտս, իսկ երբ որ անում ես ու վերջում գալիս ես ու հույս ես տալիս ու սիրտդ բացվում է, գիտես որ դրանից հանդիսատեսն է բացվելու։ Այդ ժամանակ ասում ես փառք շատ էր ասված, մյուսը։ Այ մեր վարպետները, մեզ քո վարպետները շատ բան տվեցին, չէ՞, կարծես թե։ Ու թվում էր թե այն ժամանակ երբ որ մեր սերունդը, քո սերունդը սովորում էր, ընկալում էր, թե չէ, պիտի ասենք այն սովետի ժամանակների կանոնակարգված ինչ որ հունով գնալ, կարծես թե այսպես թվում էր թե առերևույթ մի տեսակ ռամկաների մեջ դա պիտի լինի, չէ, արվեստը, մեր մտածողությունը արվեստում, բայց չէ։ Կարծես թե դու ինձ համար օրինակ ես դրա համար, որ այ ասեցիր գնացել ես, որ էլի վերցնես Էլի ստանաս, դա է ինձ ուրախացնում։ Մանուկ ջան, երբեք չբավարարվես եղածով, չեմ կարող, այդ իմ տեսակն է, իմ բնավորությունն է։ Ես փնտրում եմ, ես անընդհատ փնտրող մարդ եմ, անընդհատ փորփրում եմ, լիքը հարցեր եմ տալիս, կարդում եմ մի բան, այնքան եմ հարցերը տալիս, ինքս ինձ հեղինակ եմ կռիվ տալիս, մեկ է վերջում պատասխանում է ինքը ինձ կամ կեսից գցում եմ ենք ասում ես ինչա գրել, օրինակի համար եմ ասում։ Բայց Մանուկ ջան, հիմա մի հատ բան ասեմ, ինքը թող շատ կատեգորիկ չհնչի, մենք որ սովորում էինք, հիշի, կար մի հատ ռեժիսորական կուրս, կար մի հատ դերասանական կուրս եւ մի հատ թատերագիտական։ Այո, ճիշտ է։ Լրիվ ճիշտ ես։ Ես ինձ կուզեմ հիմա նորից տենց լինի։ Ընդունվեն 5 ռեժիսոր, 10 դերասան, 5 թատերագետ։ Մեր այսօր ես ինչա կատարվում։ Աջ ոտքի ռեժիսոր, ցաղ գլխի դերասան։ Ինչ-որ հասկանում ես, այս մեր փոքր հասարակության մեջ մեր այսքան դերասան ռեժիսորը ինձ ասում են, դե գոնե լավ հանդիսատես կլինեն։ Չեմ ուզում ես դու ինքը մտածի լավ հանդիսատեսա թե վատ, արի մենք լավ բան ստեղծենք, հանդիսատեսը ինքն իրանով կլինի լավը։ Իհարկե։ Ես հիշում եմ դերասանական կուրսը 10 տեղեր 360 դիմում էր։ Հիմա բանը, ասում են եկեք ընդունվեք։ Էստի համեցեք։ Դրա համար այս վիճակ, արին քանի դերասան են դուրս գալիս 50 թատերական ինստիտուտից։ Մոտավորապես երևի։ Մեղ չեն այդ երեխեքը։ Մեղք են, իհարկե մեղք են, որովհետև 50 ինչ աշխատեն, որտեղ աշխատեն։ Շուկան դու ավտոմատ սարքում ես անպիտանի։ Ընդհակառակը ես բան նկարեմ։ Այդտեղ ընտրություն է պետք անել։ Այսինքն այդ ոչ թե 50-ը պետք է ավարտեն, այլ ամեն տարի ընդունվի 10 երեխա։ Այդ կարևոր շատ հարցի եկա, որ այսօր չի մտածում։ Այն պլանային տնտեսությունը, որ ժամանակին այդքան պախարակվեց, չէ, պարզվում է, որ այսքան լիքը լավ բաներ ուներ իր մեջ։ Դրա համար քո վերջին հարցազրույցներից մեկը հիշեցի, որ դու շատ իրավացիորեն ասում ես, որ երբեք չի կարելի անցյալը ուրանալ, անցյալի լավը ուրանալ, անցյալի դրական փորձը ուրանալ։ Կամ հիշողությունդ մոռանալ։ Ինչը անցյալը այդքան բոբոյ է եղել, որ անցյալի ամեն ինչը այդքան մերժելի է եղել, ինչա Սոս Սարգսյանն էլ է անցյալից եկել ու քո հիշողությունից մերժենք, այո, Սոսի մերժենք, հա, ինչպես ասել ժամանակին Ֆրոզին չհիշեմ, Խորեն Աբրամյանին չհիշեմ, Գալյանովենս չասեմ, սրբապղծություն կլինի, չի լինի դա։ Չեմ կարող։ Իհարկե չես կարող։ Քո տեսակը դա չի կարող։ Իսկ ինչքան էլ ուզում ա ջնջել տան, դա անհնար է։ Անհնար է դա։ Ինչքան էլ փորձեն, ինչքան էլ ինստիտուտներ աշխատեն դրա վրա, բայց միևնույնն է, չես կարող։ Ատիկիդ երկերը կմոռանաս, որ երկում էր քեզ քնելուց։ Ոնց կարող ես մոռանալ։ Կարելի է ցրկությունները մոռանալ։ Բայց կարծես թե վտանգը նա է, որ այսօր էլի շատ չգանք շատ
դեպի քաղաքական իրականություն, չնայած արդեն չեն կարող չգալ, բայց այսօր կարծես թե ստիպում են այդ ամեն ինչից հեռանալ, չէ՞։ Որոշակի ուժեր, քողարկված կամ չքողարկված ուժեր։ Դե այստեղ գալիս է մի բան, ցանկությունը հա։ Մենք գիտես, մենք մարդ արարածներս մի բան ունենք ընտրել։ Ուրիշ բան չունենք, ինչ ենք մենք ընտրում։ Հիմա եթե դու ընտրում ես ուրանալը, ինչքան էլ ուզում չուրանալը, ստիպել չկա, ես չեմ ուզում, չէ՞, կա նաև ուզում եմ, կա նաև չեմ ուզում։ Այսինքն ինչքան էլ ուզում ես ստիպեն, այդ ուժերը, այդ ինստիտուտները, միևնույնն է, անհնար է դա, ես չեմ հավատում դա։ Հա, բայց ի՞նչն է ինձ վախեցնում Զորաբ ջան։ Այս կարծես թե ընտրության հարցը շատ լավ ասեցիր, այսինքն մենք կարող ենք վատը մերժել, մեր պատկերացրած լավը ընդունել, բայց այսօրվա այսպես կոչված ազատությունները, որոշ ազատություններ դու արդեն լավ հասկանում ես, դե մի քիչ այսպես որակեմ գլոբալիստական ազատությունները, կարծես թե մեզ պարտադրում են, որ եթե դու այս ազատությունը չընտրես, դու մարգինալ ես, դու լուսանցքից դուրս ես։ Եթե այս այլասերված արժեքները չընտրել, ավելի առարկայական խոսենք, ուրեմն դու մարգինալ ես, չէ՞։ Այ ես սրանից եմ վախենում։ Գլոբալիստներից ընդհանրապես չեմ ուզում խոսել, որովհետև ես ինքս իմ բնությունով չեմ ընդունում դա։ Քո արվեստը դա չի ընդունում, իսկ ինչ վերաբերվում է ազատությանը, ախր ստեղ էլ գալիս հասնում ենք մարդու կրթության աստիճանին, որ գիտես ինչ շփոթել են ազատությունը սանձարձակության ու լկտիության հետ։ Ազատությունը բոլորին ուրիշ բան է։ Իսկ երբ որ մարդը կիրթ չի, ինքը կարող է շփոթի ազատությունը սանձարձակություն, իսկ այդ ուժը այդ սանձարձակներին ու լկտիներին, որտեղ բան են կարող են ուղղություն տալ, կառավարել։ Իսկ ազատությունը բոլորին ուրիշ բան է։ Ազատությունը դա մաքրություն է, ճախրող տիեզերքն է, մեծ ամպագորգոր բառեր չասեմ, ազատության մեջ բան չկա, կեղծ չկա, կեղծիկ չկա։ Իսկ մենք ինչ նայում եմ շփոթել են լիքը բան։ Նույնիսկ ազատության մեջ նենգություն են մտցնում արդեն։ Խառնել են իրար, բառերի արժեքները, բառերի իմաստները խառնվել է իրար։ Կամ իրանց ոտից կապած ազատության մոդելն են քեզ փորձում պատկերել, որ սա եթե դու չընդունես, դու մարդու իրավունքներ ես ոտնահարում, դու ժողովրդավարական արժեքներ ես ոտնահարում։ Սրանից եմ ես։ Ինչ եք ասում։ Մարմինս փշակաղվեց։ Ինչ եք ասում, հարգելի։ Ջուր խմենք։ Ջուր խմենք։ Ազատությունը դա ինքնակատարելագործման ընթացքն է։ Այն ինչի մեջ կարծում եմ եւ դու ես։ Դա ամբողջ կյանքում հենց այդ ընթացքն է։ Ու այդ ամենավերջում կյանքիդ կարող հենց այդպես էլ հասկանաս, որ այսքան ազատությանը ցկտեցի ինքս ինձ վերամշակելով, վերապատրաստելով, հասկանալով, փորփրելով, ծանոթանալով, ասես չէ, լրիվ ուրիշ բաներ բարձվում։ Հասկանում ես, այնց արժեքներ կան, այնց ճանապարհներ կան, որ ոսկրած հիմիկվանից դու դրա մասին որոշես։ Այո։ Դա ճանապարհ է քո կյանքի, որը քո ճակատագրի հետ գնում է։ Մեկ էլ շատ կուզեմ, որ մեր դպրոցներում նորից վերականգնվի ճիշտ կրթությունը, ճիշտ գիտելիք դասավանդելը, սերը դեպի գիրքը, ոչ թե պարտադրված պետքա սա կարդաս։ Ես նրանց հիշում եմ իմ ուսուցիչներին, Աստված իրանց հոգիները լուսավորի, տատիկիս, ոչ թե պարտադրում էին կարդալ, այլ քեզ նենց էին դնում, որ դու ուզում էիր կարդալ, այդ սերն էին արթնացնում մեջը դեպի գիրքը, բայց հիմա հասկանում եմ, ես հեռախոս, ինտերնետ, այդ ամեն ինչ հասկանալի է, բայց գիրք հասկացողությունը ինքը շատ կարևոր բան է, ու կապ չունի դա լինի 100 տարի հետո, ինտերնետը լինի, չլինի, այդ կրթելը, կրթությունը ստանալ այդ երեխեքին, որովհետև այն 30 տարի հետո, որ պետք է գան այդ երեխեքը, որոնք հիմա 6 տարեկան են, եթե մենք հիմա ենք ասում մի որոշ շերտ անգրագետ է, կրթված չի, ես չեմ ուզի, որ 30 տարի հետո 80% այդպես լինի, այլ կուզեմ ընդհակառակը 80% գրագետ լինի, 20-ը այն, ովքեր որ շատ կարևոր է դպրոցը։ Ես դպրոցը հիմքերի հիմքը դպրոցն է, դպրոց հասկացողությունը, դեռ չգիտեմ ինչ է Հայաստանում կատարվում դպրոցներում, դեռ չեմ հասցրել, տեղյակ չեմ, բայց շատ մեծ ուշադրություն պետք է դարձնվի դրան։
ու լուրջ ազգային կրթությանը։ Որտեղ այնց համամարտկային կրթություն կստանաս, ոնց էլ ուզես կստանաս։ Հա, տալիս են ազատ, հա, այդ կստանաս, բայց ազգային կրթություն, հա, չի աշխատի, պետք է սեր մտցնես, այո, սեր մտցնես կրթվելու, որ այդ երեխան ուզի սովորել, իրան դուր գա սովորել, իր համար արժանապատիվ բան լինի սովորելը։ Կրթությունը նորաձև է։ Այդ ինչ է։ Այդնի տիկնոջ խոսքը մեջ բերեցի։ Չխոսենք, լուրջ բաներից ենք խոսում։ Որովհետև կրթությունը նորաձև է, կրթությունը միշտ է նորաձև։ Եվ դարավիդես, որը ինձ երեք չառաջ օրը ասին, որ Հայաստանի հերոսը հարկատուն է։ Դա հերոս է։ Ասյոտ ոնց, ուրեմն սա Ամերիկայի ժողովուրդը հերոս է, հերոսություն է։ Ոչ կարա դա իմ պարտականությունն է, իմ երկրից հարկ վճարելը, դա հերոսության հետ ինչ կապ ունի։ Դրանց լոգիկայից դուրս բան է, դրա համար ավելի լավ է մենք լոգիկայի մեջ բաներ քննարկենք, բանոք ջան, ու զրուցենք լոգիկայի մեջ։ Լոգիկայից ոչ թե հանգած մեկ-մեկ դուրս պլստանք լոգիկայի։ Թարապես չխոսենք, այդ լոգիկայից դուրս բաներ չխոսենք։ Այո, լոգիկայի մեջ եթե խոսենք, պիտի խոսենք խորքային արժեքներին հավատարիմ, այո, ճիշտ նշեցիր, այո, դպրոցն է կարևոր, այո, ճիշտ կրթությունը, այո, օրինակ ես կուզենայի, որ քո սկզբունքները նաև ընդունվեին այսօրվա թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, որովհետև դրանք շատ տրամաբանական են, որովհետև այս լոճած, այսպես ուրճացված, այս համակարգը մեկ-մեկ որ գնում եմ թատրոնի եւ կինոյի ինստիտուտ, ես իմ ինստիտուտը չեմ ճանաչում։ Դու չգիտեմ, վերջերս գնացել ես։ Մի տարի առաջ ես էլ չեմ գնում։ Կամ ասում են, այդ երեխեքը հասկանում ես ինչն է իրանց տանում այդ ինստիտուտ, սերիալում նկարվելու համար, փառասիրությունն է տանում։ Ես չգիտեմ, իմ գոլեգաներին շատ սիրում հարգում եմ, բայց Զավեն Տիգրանի Շտատինցյանը Աստված հոգին լուսավորի, ինքը սովորացնում էր, որ ճանաչումը եւ սերը դա ձեր մասնագիտության մեջ է, ու եթե հանկարծ տրվեք այդ ճանաչմանը հասարակության ու հասարակության սիրուն աստղայինը ձեզ տանեք, տեղում կկործանվեք։ Ինքը շատ լուրջ աշխատանք էր տանում բոլորի հետ, որ արվեստի մեջ ես, եթե կարող է ձեզանից 1-2-ը շատ ճանաչված սիրված լինի, կարող է բոլորդ լինեք, բայց դրան էր պատրաստում, որ հանգարց այդ փառասիրությունը քեզ չտանի, որովհետև փառասիրությունը ինքը իրանով քեզ վարի է տալու, վնաս է տալու։ Իսկ հիմա երեխեքը ընդունվում են ինչա սերիալում մի հատ պիտի խաղան ճանաչված լինեն, որը արի ռուսերեն ասեմ, շատ կարևոր բան է երեխեքին թատերական ինստիտուտում այդ 4-5 տարին զարգացնել, աճացնել դուշա, ցելը, ինտելեկտ։ Այդ ամենակարևոր բաներն են, որոնք պետք է ունենան այդ ինստիտուտը երեխեքը ավարտելուց։ Ավարտելուց հետո ինքը պետք է ինտելեկտը ունենա, այդ հոգին պետք է ունենա եւ իհարկե մարմինը լինի բեմական եւ այսինքն ինքը նայելու հասկանում ես ինչ եմ ասում։ Այո։ Ես հիմա չգիտեմ։ Հիմա եթե 50 հոգի են ընդունում, իսեր ասո, այդ 50-ից քանիսն են բեմական, քանիսն են խարիզմատիկ, քանիսն են որ կարաս ասես 15 տարի հետո գիտես ինչ օթելոք օրինակի համար ինչ էս ինչ դեր ոնց կխաղա այս երեխեն հələ սպասի շակես պատրաստես ու երբ որ ինքը գնա թատրոն աշխատի թատրոնում մի օր ասեն հա տեսակ այն տեսել է ես հետո ես մի տեսակ կողմ եմ նոր փորձությունն բաներին փորձարկներին բնականաբար դա պետք է լինի բայց հիմքդ պետք է լինի դասական արմատներդ մինչև դասականության վրա չհիմնես, չես կարող նորաձև բաներ անես։ Թե չէ, տենց աթոռի վրա որոշել եմ բան անել, եթե տեսնեմ ես, կարա նորա, ինչ որ մի բան։ Էլ ինչ թատրոն ասես, բաց ինչ է, տանիքում, ես չգիտեմ, հեծանիվի վրա, տանիքի տակ, այդ թատրոնի վարակույրի հեքիաթը կոտրվեց։ Որ այդ վարակույրի բացվելու։ Հիմ բաներ չեմ ասում, ինչև այսօր նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, նույն որ ասում են Եվրոպա, այդ նույն Եվրոպայում թատրոններում վարակույրը բացվում է նորից ինչև է։ Միգուցե քիչ էր
Զորապ ջան, բայց համով էր, չէ, այն Շատ, ժամանակներում։ Հետո որ սկսեցին շատացնել, մի տեսակ ոնց որ համը կորավ, էլի, չէ։ Հոգեբանական իմաստով։ Հա, բայց պետքա ուզում եմ շատ որպեսզի մեր Երևանում, ամբողջ մեր Հայաստանի Հանրապետությունում մեր թատրոնները, չգիտեմ, անդրադառնան էլի հայ հեղինակներին։ Որը շատ քիչ է իդեպ։ Այսօր մեր լավագույն թատրոնները էլի շատ ցավոտ բանի մասին ես խոսում, ես ինչքան հետևում եմ, շատ քիչ է։ Այ էլի հիշեցի քո հարգարժան վարպետի խոսքերը, որ դեռ 90-ականների վերջերին մի բան ասեց, որ միշտ իմ մեջ տպվել է, էլի, ասում էր, ես մեր նորմալ դասական հեղինակներին եմ ուզում, քո ասած հայ հեղինակներին եմ ուզում, որ խոսում են կյանքի մասին, լուրջ, խորքային դրսևորումների մասին։ Ես հոգնել եմ այս ալիա եվրոպական, այդպես էլ ասում էր, աղիքներ խառնող պիեսներից, էլի, որ Այո, հետո ինքը շատ կարևոր ֆունկցիա էր դրել մեր թատրոնի առաջ, համազգային թատրոն, որ վերնագիրը դրվեց հենց թատրոնային, այդ ժամանակ գրողների միությունում էինք, հետո եկանք ժուրնալիստների։ Ասում էր, որ Արցախի եւ Հայաստանի բոլոր գյուղերում, քաղաքներում պետք է մենք ներկայացումներ խաղանք։ Ու մանուկ ջան, այդպես էլ եղավ։ Արցախում ու Հայաստանում գոմում ենք խաղացել։ Այդ գյուղը չունի պալատ բան չունի, գոմում իշավոտնուկները դրեցին ու մենք գոմում ներկայացում ենք խաղացել, որ այդ մարդիկ ներկայացում նայեն։ Դա սոս այն ֆունկցիան էր կատարում, որ չգիտեմ մենք ազգովի պիտի խոնարհվենք այդ մարդու առաջ, որ ինքը այդ ներկայացումները ամբողջ Հայաստանով պատտվում ենք, էլ նույնիսկ ասում ենք տենաս եփա վերջանալու գյուղը քաղաք Հայաստանը, որտեղ ինքը հենց այդ ասում եմ միսիան կատարեց, որ բոլորը շփվեն թատրոնի հետ, թեկուզ Արցախին այն ես իմ որ գյուղ, օրինակի համար։ Դրա համար մենք տես մեծեր ենք ունեցել սոսի պես, բայց պետք է դա շարունակել։ Չգիտեմ ուրիշ կերպ, բայց դա պետք է այդ հայ հեղինակը պետք է հայ գրողը պետք է մատուցվի ժողովրդին։ Այո, բայց ես հրավիրում եմ զրուցակիցներ մեր տաղավար, այսպես լայն իմաստով չնայած ոմանք համաձայն չեն լինում ինձ հետ, որ ասում են, որ գրական կյանք էլ այսօր լայն իմաստով այսպես գրականությամբ շնչող կյանք, գրական կյանք էլ չկա լայն իմաստով, այսինքն հայ գրողը պիտի ձևավորվի ինչպես ժամանակին էր, չէ՞, ձևավորվում այդ գրական մթնոլորտում, եղբայր։ Եթե այդ մթնոլորտը չեն ձևավորել ու իրենք էլ նորերն էլ եկողներն էլ չեն ձևավորվում կամ ոնց որ թատրոնի եւ կինոյի դարձյալ պետական ինստիտուտին գնում եմ մտնում եմ չեմ տեսնում այն շունչը, այն հոտը, այն մթնոլորտը։ Իսահակյան փողոցի մեր ինստիտուտն ես ասում։ Հա, բայց դա ուրիշ է, դա գեղեցկություններ է, որ նկարիչները ու քանդակագործները բոլորս միասին, այո, հետո մեզ բաժանեցին, հետո մեզ բաժանեցին ու այսօրն ընկանք։ Հա, ու այսօր ընկանք, այո։ Գիտես Մանուկ ջան, եթե ժամանակակից գրողները, ժամանակակից հեղինակը դեռ չի ծնվել, որը ինձ թվում է իսկական ժամանակն է ծնվելու, որովհետև արդեն խայտաբղետ վիճակ, այս միշտ խայտաբղետ վիճակում ծնվում են։ Շատ հայ հեղինակներ կան, որոնց կարելի է անդրադառնալ, անպայման չի պիես լինի, կարաս պիես սարքես։ Անպայման իհարկե։ Ինչպես որ դու Տիգրան Հայրապետյանի ստեղծագործությունը հիանալի, ոգեշունչ, գեղեցիկ, լուսավոր ստեղծագործությունը դարձրեցիր պիես եւ իմ կարծիքով շատ հաջողված լուսավոր բեմադրություններ ու շատ բան տվող բեմադրություն հասկացողի համար, ընկալողի համար։ Իհարկե մենք դու չես աշխատում, այո, պիտի չաշխատել դուր գալու համար հաջողանալու սեվակը լավ էր ասում արվեստը որքան էր որ լինի առածգական չի կարելի այն իջեցնել հանրամատչելիության մակարդակի արվեստը ինքը պետք է բարձրացնի այո ինչքան էլ բարձրացնելն անգամ պատրաստ ես ասենք ունենալ կիսադատարկ կամ գրեթե դատարկ հանդիսասեր հոգեբանորեն պատրաստ ես չէ կարևոր է այդ մի 10 հոգին որ գալիս են 10-ից 2-ը վերցնի այն ինչ որ տալիս եմ ես ֆունկցիաս կատարել վերջացա դա քո ֆունկցիան իմ կարծիքով եւ հասարակության մեջ էլ քաղաքականության մեջ էլ այդ փոքրաթիվ էլիտաներն են, չէ, ինչ որ բան փոխում։ Այն կեղծ կան, չէ, որ ժողովուրդը դա վեր կացավ, ժողովուրդը հեղափոխություն կարդանք, ով է փոխում ինչ։ Էլիտաները։ Այդ ժողովուրդը միշտ նայում է վերև։ Վերևում պիտի նստած մարդը հոր եղբայրը, լավ հոր եղբայր լինի, որ Ֆիլմը դեռ պիտի ցուցադրվի, չէ, հա, եւ ես կոչ եմ անում մեր սիրելի ունկնդիրներին դիտել Զորապ Կասպարենցի ֆիլմը Բարի մարդիկ եւ իմ կարծիքով չեն զղջա, իմ կարծիքով նրանք
միգուցե բարիանա շատ ավելի կամ այն բարիությունը այ որի մասին որ դու խոսում էիր նրանց այդ այսպես ասած մի տեսակ քնած բարիությունը թող արթնանա այդ քո ֆիլմից ես մենակ ուրախ կլինեմ շնորհակալ եմ ինչ կցանկանաս ուղղել քո ուղերձը այսպես ասեմ մեր հանդիսատեսի մեր թատերասեր հանդիսատեսի մեր այսօրվա այսպես ասած ստագնապների տվայտանքների մեջ գտնվող այսպես մեր երկրին շատ կուզեմ այս չարությունը անտեսենք գիտես ոչ մեկ պարտվել չի սիրում մոռանանք զբաղվենք մենք մեր գործով եւ մեկս մյուսի կողքը կանգնենք ինչպես կանգնած էինք 90-ական թվականներին այո բոլորս սիրում էինք իրար, պատերազմներ, լույս չկար, գազ չկար, ցուրտ, վառար, կիսասոված, երկու կարտոշկա ունենք, մեկը քոններ, մեկը իմներ, թթուն կիսվում էինք, բայց սիրում էինք իրար։ Այդ հասնում էինք իրար, այ հայը դա է, այլ նորից մենք խրուզենք չուզենք այդպես պիտի լինենք։ Այդ կցանկանամ, որ մեկս մյուսին ասես, ինչով օգնեմ քեզ, կողքդ եմ չմտածես։ Սեր տարածենք մեկս մյուսին, որ սեր, որ դու հայ ես, ես հայ եմ, սիրենք հային, ինչև մենք հային չսիրենք, ասում են, չէ, դու քեզ չսիրես, ով է քեզ սիրել, եթե մենք հայերս հայ լինելը չսիրենք, ով է մեզ սիրել։ Այդ է պակասել, այ քո ֆիլմում ես այդ տեսա, այդ միտումը տեսա, որ դու ուզում ես մարդուն մոտեցնել մարդուն, ամենակարևորը, մարդը այսօր մարդուց հեռացել է, եթե իմ հետ կհամաձայնվես։ Համաձայն եմ տեսնում։ Մարդը այսօր մարդուց հեռացել է, այսօր այն ռուսերեն խոսքով ասած отдаленность, որը ինձ թվում է հատուկ է արվում, բայց չի ստացվի։ Մենք գենով հայ ենք։ Հա, այդ հատուկ անողներից եմ, չեմ ուզում ասել վախենում, ես ասենք այսօրվա մանավանդ քեզ հետ զրուցելուց արդեն ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում, վերջացավ։ Ու գնում ենք առաջ, Ասում է իսկական քրիստոնյան վախենալու ոչինչ չունի։ Այո, այո։ Դեռ ես չեմ ասում, Աստվածաշնչում գրված։ Այո։ Այդ հավատով ապրենք, այդ լույսով ապրենք, այդ բարությամբ ապրենք, դիտենք լուսավոր ֆիլմեր, հաղորդակից լինենք լուսավոր արժեքներին եւ սրտանց ես քեզ ցանկանում եմ որ երբեք կանգ չառնես չնայած գիտեմ որ անգամ չցանկանամ էլ դու կանգ չես առնել քո տեսակը կանգ չի առնելու քո տեսակը նման վազելու եւ անգամ չեմ էլ ուզում այս պահին հարցնել ինչ նոր ծրագրեր ունեք չէ պաշտոնական է բայց իհարկե պետք է չասես իհարկե պետք է չասես որ ինտրիգը մնա չէ ոնց ասում են այո թող ինտրիգը մնա գիտեմ որ անելու ես գիտեմ որ ստեղծելու ես ուղղակի ընդհանրապես քեզ կցանկանամ քաջարողություն երբեք լավ ժպիտ զրնգուն ծիծաղ ամենալավ բաները քեզ եղբայր ու շնորհակալ եմ որ եկար ու մեր տաղավարը այսքան ջերմացրեցիր քեզ էլ եմ շնորհակալ շնորհակալություն էլի կհանդիպենք սորա անպայման դեռ ստեղ ես ու միշտ ստեղ հոգով միշտ ստեղ ես մեկ գնում գալիս ես էլի ասենք հիմա դե մեկ պետք է մի քիչ օթափողվել էլի հատը գործ կա ցավը գործ կա բան կա Լավ մնանք բոլորը եւ այս լավատեսությամբ շարժվենք առաջ։ Այո։ Եթերում անկաշկանդ զրույց հերինակային հաղորդաշարներ եւ մեր հյուրներ սիրված, ճանաչված կինոռեժիսոր, դերասան Զոհրաբ Բեկ Կասպարենցը բոլորին շատ լավ կանանային տրամադրություն եմ մաղթում եւ անսպար հորդացող լավատեսություն, սարոյանական բարություն։